Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անհրաժեշտություն լինում հատկապես Արցախի ներկայացում գալ կամ Արցախի ներկա կամ նախկին պաշտոնյաներին որևէ ձևով տարբեր գործերում ներգրավել, դրա համար հարմար հոդված կամ պատրվակ միշտ էլ ճարվում է, բայց ես կարծում եմ, որ այսօրվա այս խուզարկությունները երկու հիմնական պատճառ ունեն։ Առաջինը տեղյակ եք, որ երեք ազգային ժողովը Արցախի խորհրդանական լսումներ էր կազմակերպել, որի հիմնական թեման վերաբերում էր արցախցիների վերադարձին, դրա հնարավոր ճանապարհներին եւ դրա շուրջ ստեղծված խնդիրներին։ Բավականին ներկայացական եւ բովանդակային լսումներ են տեղի ունեցել եւ ստեղծված իրավիճակում բնական է, որ հայաստանյան իշխանությունների այսօրվա վարքագծի եւ բառապաշարի պայմաններում դա բնականաբար որևէ ձևով իշխանության համար չէր ընկալվելու։ Երկրորդը դրան զուգահեռ Փաշինյանի ոչ իհարկե առաջին անգամ, բայց նաեւ երեք Գերմանիայում հնչեցված հայտարարություններն էր։ Ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Նախ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը եւ իրացման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ արցախցիների իրենց բնորան վերադարձի հարցը նախ բերեց եւ հավասարացվեց այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տերմինաբանությանը, որը բացարձակ անհեթեթ է եւ արհեստական ստեղծված հասկացություն էր, եւ երկրորդը Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանի համար ականջահաճո, նրանց քիմքին հաճելի գործողություններ իրականացնել, ցույց տալու համար, որ որևէ կերպ թույլ չի տալու արցախցիների իրենց վերադարձի հետ կապված կամ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ որևէ աշխատանք իրականացնել։ Ես ձեզ ուզում եմ նաև հիշեցնել, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նաև դրված է արցախցիների Արցախ վերադարձի այդ հիմնական ռազմավարությունում, բխում է միջազգային իրավունքից։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ 3 տասնամյակ Արցախ ունեցել է պետականություն, որը եւս եղել է միջազգային իրավունքի հիման վրա, եւ ի դեպ նաեւ հայաստանյան իշխանությունների կողմից հրապարակված բանակցային գործընթացն է փաստաթղթերն են ցույց տալիս, որ հիմքում եղել է ինքնորոշման իրավունքը եւ դրա իրագործման գործիքակազմը, եւ այս պայմաններում հայաստանյան իշխանությունը ոչ միայն գնում է ադրբեջանական քաղաքականությանը համահունչ, այլ նաեւ խախտում է միջազգային իրավունքը եւ այս գործողությունները ամբողջությամբ տեղավորում են այդ ապօրինի վարքագծի մեջ։ Անկախ նրանից թե հետագայում քննչական կոմիտեին կամ տարբեր պաշտոնյաներ ինչ կհնչեցնեն, շատ ակնհայտ փաստ է, որ այսօր բոլորիս աչքի առաջ է։ Այսօրվա գործողություններին նոր քրեական գործեր, նոր ձեռնարկություններ հնարավոր է հետագայում։ Որքան ես տեղյակ եմ, սա վերաբերում է Արցախում գործած հիմնադրամներին։ Դրա հետ կապված, եթե ես չեմ սխալվում, Արցախի նախորդ նախագահ Շահրամանյանն էր նույնիսկ իր նախաձեռնությամբ դիմել դատախազությանը, ամեն դեպս իրավապահ համակարգին, որովհետև այդ թեմայի հետ կապված բազմաթիվ լուրեր եւ տեղեկություններ էին հակասական շրջանառում եւ Արցախի իշխանությունը իրենք էին փորձում այդ նախաձեռնությամբ ի վերջո հասկանալ, թե կա պրոբլեմ, թե չկա։ Դեռ այն ժամանակ, եթե այս գործին է այդ խուզարկությունները վերաբերում, ես այդպես գիտեմ, իշխանությունները Արցախի այն ինչ որ ունեին, բոլոր փաստերը փոխանցել էին Հայաստանի իրավապահ համակարգին, դա երևի 1 տարի առաջ էր, եւ այդ process-ում կարծես թե որևէ հիմք չկար Արցախի ներկայացնում որևէ խուզարկություն իրականացնելու։ Դրա համար ես չեմ կարծում, թե այստեղ տեղ ունեցողը իրական process է եւ սա ես ավելի շատ տեսնում Հայաստանի իշխանությունների քաղաքականության շրջանակներում, որի մասին իրենք իդեպ բարձրորոշ խոսում են եւ սա զոտ վերլուծություն չէ։ Որտեղ ասում է սեփականության իրավունքը վերացնելու հասունությունը։ Դա առանձին խնդիր է, որը գտնվում է դատական ատյանում, դրա հետ կապված վճիռ չկա։ Առաջին նիստը այդ թեմայով, եթե չեմ սխալվում, հաջորդ տարի մայիսին է նախատեսված, եւ ես չեմ էլ կարծում, որ գլխավոր խնդիրը շենքն է։ Կարևորը process-ի բովանդակությունն է, եթե Արցախի իշխանությունները այս շենքում չլինեն, մեկ այլ շենքում լինեն, դրանից որևէ իրողություն չի փոխվելու, որովհետև եթե Հայաստանի իշխանությունը ապօրինաբար փորձում է սահմանափակել արցախցիների
իրավունքները կամ դրանց վերականգնման ուղղված քայլերը, որոնք բացարձակապես օրենքի եւ օրինականության շրջանակներում են, դա լրիվ այլ պատմություն է եւ շենքի հարցը զուտ այստեղ երկրորդական խնդիր է։ Պարոն Աբրամյան, ներդրումային այդ բանի հետ է կապված եւ Տնտեսական տնտեսական եւ ինչ կարող է տեղի ունեցած լինել այդպես։ Տեսեք, այն ինչ որ ես ասում եմ, դա նախնական է եւ դրա հետ կապված կարծում Արցախի իշխանությունները կխոսեն, ես որքան հետաքրքրվել եմ, դա կապված է ներդրումային հիմնադրամի հետ, Արցախում երկու հիմնադրամ կար, մեկը գյուղզարգացման էր, մեկը Արցախի ներդրումային հիմնադրամն էր։ Եթե ես չեմ սխալվում, սա վերաբերում է այդ ներդրումային հիմնադրամի հետ կապված գործին, բայց կրկին հիշեցնում եմ, որ այս թեմայի հետ կապված նախաձեռնությունը եղել է Արցախի իշխանություններին դեռևս 1 տարի առաջ, երբ որ մամուլում եւ սոցիալական ցանցերում եղել են տարբեր տեղեկություններ այդ հիմնադրամի հետ կապված տարբեր խնդիրների հետ, եւ Արցախի իշխանությունները իրենք էին դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի ճշտվի հասկանան, եթե կա ապօրինություն, ապա գնային դրանց հետևից եւ դա դիտարկվեր իրավական շրջանակներում, բայց այն ինչ որ դրանից հետո տեղի ունենում այստեղ, եթե դա այդ գործին է առնչվում, ապա այստեղ ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում Արցախի ներկայացում խուզարկություն իրականացնելու կամ առավել եւս փնտրելու բաներ, որոնք իրականում գոյություն չունեն, որտեղ այնիշ փաստաթուղթ եղել է, դրա հետ կապված Արցախի իշխանությունները իրենք են շահագրգիռ եղել դրանք հանձնելու հայաստանյան իրավապահներին։